գործնականորեն ինչպես եք պատկերացնում այդ եւ ատելությունը, որը կա հանրության շրջանում, տարբեր քաղաքական ուժերի շրջանում եւ այն խնդիրները, որոնց մասին դուք բարձրաձայնեցիք եւ ներհայաստանյան եւ Հայաստանի սահմաններից դուրս, այդ կամուրջը գործնականորեն ինչպես պետք է կիրառվի, այսինքն խոսքով է լինելու ինչ որ հանդիպումների այդ ենք ուզում հասկանանք եւ այնուամենայնիվ դուք ասոցացվում եք Գագիկ Ծառուկյանի հետ, հա, բոլորը գոնե ինչքանով կապ ունի Գագիկ Ծառուկյանը այս նախաձեռնության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ ընդգծեմ, որ պարոն Ծառուկյանը եղել է, կա եւ լինելու է իմ թե քաղաքական ղեկավարը, թե իմ ավագ ընկերը։ Բայց հա, մեր հա, բայց այնուամենայնիվ, ինչպես ամենասկզբից ես ընդգծեցի, կամուրջը ապակուսակցական վերքաղաքական սենց ասենք, հա, կառույց է, որը ենթադրում է 0, կրկնում եմ, 0, եւս մեկ անգամ կրկնեմ, 0 առնչություն, հա, լոկ ինչ որ մի կուսակցության կամ մի քաղաքական ուժի հետ կամ մի քաղաքական ուղղության հետ, բայց հենց իմաստը դա է։ Եվ այստեղ միանշանակ այդ կամուրջների ստեղծումը ինքը պետք է լինի ապա կուսակցական եւ չպետք է ոչ մի կերպ այս կամ այն կուսակցության հետ, հա, կամ այս կամ այն կուսակցության տեսլականի ներքո միայն, հա, շարժվի, ոչ, կամուրջը, այսպես ասենք։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, ապա գործնականում արտահայտվելու է հետևյալ ձևով, ինչպես ընդգծեցի ամենասկզբից, դա բացի մասնագիտական քննարկումներից շատ կարևոր է, հա, քննարկումներ մասնագիտական արգելի գործընկերներ, առավոտից երեկո տենում ենք, դուք էլ եք տենում ու ամենաշատը դուք եք տենում, բայց մասնագիտական քննարկումները ունեն երկու նպատակ, բացի մասնագիտական քննարկումներից, դա ընդհանուր եզրեր գտնել միգուցե, հա, ինչպես տիկին Սարգսյանը ասաց, այն մարդկանց հետ, ովքեր այսօր իրար չեն լսում, ուղղակի չեն լսում։ Եվ այո, բացի խնդիրը կամ խնդիրները մատնանշելուց կարևորագույն առաքելությունն է, այստեղ էլ պարոն Մանյանին մեջ կբերեմ, կարևորագույն առաքելությունն է կամուրջի, դա հստակ ուղիղ հասկանալի ելքեր ցույց տալու եւ ինչու ոչ ելքեր գեներացնելու, չէ՞ գործընկերներ։ Շատ կարևոր է, որովհետև հա բոլորս էլ տենում ենք։ Հիմա ոնց որ գիտեք, մի շատ ցայտուն օրինակ բերեմ, ոնց որ մի մեծ խոհանոց է, հա, ամբողջ հայկական աշխարհը մեծ, բոլորը նստած, հա, այդպես քննարկում են, վատ է, լավ չի կամ հա, ինչ խնդիրները հա քննարկում են, բայց ամենապոպուլար հարցը այսօր հայկական հասարակության մեջ ո՞րն է։ Ամենապոպուլար հարցը դերելն է, դե լավ, բա ինչ անենք։ Չէ, դա է, այդ դե լավ, բա ինչ անենքի պատասխանը, այո, հա, եւ այս պարագայում, այո, կոնկրետ ելքեր, կոնկրետ խնդիրների լուծման եղանակներ եւ ամենակարևորը թույլ չտալ, որ առաջինը հետևողականորեն այն կամուրջները, որոնք առայժմ կան, հա, մարդկանց միջև, իրենք սենց ասենք, մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, չքանդվեն, իսկ այն կամուրջները, որոնք ցավոք այսօր այրվել են եւ քանդվել են, իրենք վերականգնվեն։ Ասեմ ավելին, իրավիճակը առանց չափազանցության սարսափելի է այն առումով, որ դուք վստահաբար հիմա բոլորդ էլ գիտեք, որ նույնիսկ ընտանիքներում չկա, որոշ ընտանիքներում դե լավ կամուրջ, հա, երբ որ ինչ պատճառներով են որ ասում է իրար փոր են թափում։ Պարոն Աբովյանը ասեց մասնագիտական քննարկումներ, բայց նաև պետք է մենք հետամուտ լինենք եւ կազմակերպենք տարատեսակ միջոցառումներ, այսինքն այս կոնտեքստում, տարբեր հարթակներում մենք ինքներս մասնակցություն ունենանք նման միջոցառումների, եթե իհարկե կունենանք հրավեր, եւ այս գործունեությունը նաև ենթադրում է առողջ հետաքրքրված ուժերի ներգրավում, անկախ իրենց տարիքից,
սեռից, հետաքրքրություններից եւ կուսակցական պատկանելիությունից, այնպես որ ուզում եմ, որ սա էլ ֆիքսենք այսօրվանից սկսած, եթե մեր հայրենակիցների շրջանում եւ այստեղ եւ Սփյուռքում կլինեն ցանկացողներ ներգրաված լինելու այս գործունեությանը, մենք սիրով նրանց կընդունենք եւ կհամագործակցենք։